հնարավոր է գնաս Աստված չանի ինչ որ դեպք պատահի գնաս հիվանդանոց առողջապահականը չես սովորել ընդհանրապես չգիտես դու շարունակում ես ասես տակ ջուր չունեմ ցրփիջես փոխեք եթե Կիրակին դու համարում ես որ քո ազատորն է եթե ինչ որ հարց է լինում դու պետք է նույնիսկ քո Կիրակին տրամադրես այդ հարցը լուծելու համար այսինքն այսօր իմ ազատորն է կներեք ես չեմ կարող դա արդեն սխալ մոտեցում է երևի դուք ձեր սաղ աշխատողները սաղ զգոն են ամեն ինչ տեսնում եք ամեն ինչ հաշվում եք առողջ ու որակյալ մրցակցությունը մոտիվացնում է որ առաջ գնաս տեղում քո հաջողություններով չբավարարվես ինչ որ արվել է եւ արվում է ես եմ արել ինքնակրթվելով նայելով հետեւելով հասկանալով այսինքն չկա ինչ որ մեկը SMM մասնագետ կամ ինչ որ մեկը որ ինձ կողքից Սոնա ջան դու դա արա հասած կաշխատի այն բանն է որ ես նոր իմանում հագոնե ասել դրա մեջ եմ գրում նպատակը այն է որ չունենան աշակերտներ կամ ուսանողները 5 հատ տարբեր տետրեր այլ համակցված մեկ տարբերակ իսկ թիմակիցները պարտավոր են սիրեն բիզնեսը պարտավոր են սիրեն այն միջավայրը որ իրանք գալիս են պապս կասեր ջանը սաղ լինի Ողջույն, ես Նարեկ Ալեքսանյան եւ B1 մեդիայի եթերում շարունակում ենք բիզնեսմեն թե բզբզմեն հաղորդաշարը։ Եվ այսօր մեր հյուրն է Սոնա ջան, ողջույն։ Ողջույն։ Մեկնարկին մենք քննարկեցինք, որ մեր այսօրվա զրույցը լինելու է դույով, որպեսզի ավելի ամիջական լինի։ Սոնա Փարեմուզյան լեզուների դպրոցի հիմնադիր տնօրենն է եւ ինֆլուենսեր։ Իդեպ հայերեն թարգմանություն ունենք դրան։ Բառեր կան, որոնք թարգմանելու դեպքում նույն իմաստը չեն տալիս։ Ինֆլուենսերը ինքը արդեն միջազգային բառ է, պիցա բառի նման չենք թարգմանում, չէ՞։ Չենք թարգմանում։ Իսկ դրա մոտիկ, որտեվ շատ դեպքերում ասում են կարծիքի առաջնորդ։ Մարդով ազդեցություն է ունենում իր խոսքով, իր գործունեությամբ, հանրության լսարանի վրա։ Սոնա ջան, այսօրվա մեր քննարկումը ինքը լինելու է իհարկե այն թեմայի շուրջ, որը որ կոչվում են օտար լեզուներ, իրենց սովորելը, բայց բիզնեսի տեսանկյունից, որպեսզի մեր քննարկումը ել ավելի, ասում եմ, հետաքրքիր լինի, մենք ունենք հարցեր, տարբերակների իհարկե ունենք նաև պատասխանների, բայց ամեն ինչ արված է, որպեսզի սխալ պատասխանես, դա այտենց հատուկ նպատակ է դրված, հա, այնպես որ չենք նույնիսկ չենք լարվում, հա, որովհետև ամեն ինչ արել ենք, որպեսզի սխալ պատասխանել, ինչու, որովհետև այդ դեպքում ունենում ենք բզբզ հարցեր, այդ բզբզ հարցերն են մեր նպատակն է, որպեսզի քննարկման արդյունքում ավելի շատ բզբզ հարցեր ունենք, բայց ոնց կստացվի, հա։ Եվ այսպես առաջի հարցը։ Ըստ Փյուրի, Հայաստանում լեզուների ուսուցման քանի կենտրոն կա գրանցված։ Քանի կենտրոն կա գրանցված։ Ամբողջ Հայաստանում թե միայն Երևանում։ Ամբողջ Հայաստանում։ Ամբողջ Հայաստանում։ Տարբերակներ ունենք։ Տարբերակները եկեք ես փորձեմ։ Ես ուզում եմ, հա, ուզում եք տենց ասել տարբերակներ ունենք։ A տարբերակ ուրեմն 67, B տարբերակ 87, G տարբերակ 108 եւ D տարբերակ 132։ Ամբողջ Հայաստանում։ Ամբողջ Հայաստանում։ Լեզուների ուսուցման կենտրոն գրանցված։ Գրանցված կենտրոն։ Կարծում եմ 108 հնարավոր է լինի։ Ինչու՞։ Որովհետև շուկան շատ լեցված է լեզվի կենտրոններով։ 67 հանեցինք, 87 հանեցինք, բայց այդքան չի որ 132 լինի։ Այնտեղ 100-ը անցնում է, բայց թե ինչքան չէ։ Լավ, սխալվեցի։ Էս այն դեպքերից է, որ ինչ ասեմ։ Մի քիչ իհարկե տխուր է, բայց դա ճիշտ պատասխանն է։ Տխուր է, որտեղ բզբզ հարց չքաշեցինք, էլի։ Okay, ինչու մոտավոր պատասխանեցի, քանի որ շուկան ժամանակաժամանակ ուսումնասիրում է, հա, չէ, ժամանակաժամանակ ուսումնասիրում է շուկան, արդեն մոտավոր պատկերացում կազմում ես ինչքան կարող է լինել։ Եկեք մի հատ հասկանանք, էլի, շատ կարևոր բան է, երբ որ ասում ենք շուկան հագեցած է, հա։ Որտեղ շատ դեպքերում, շատ ոլորտներում մենք լսում ենք դրա մասին, ասում են շուկան հագեցած է, բայց արդյոք մենք ունենք 108 կենտրոն, որոնք որ պայմանական 3 ամիսը 1, 6 ամիսը 1, ել չեմ ասում լավ գոնե տարի 1, իրենց առաջարկը, իրենց պրոդուկտը, ամեն ինչը թարմացնում են եւ արդիական լուծումներով են հանդես գալիս, որովհետեւ այդ ես իհարկե հարցը նաեւ ձեզ է վերաբերվում, էլի,
ինչ տեմպով եք դուք արդիականացնում ձեր գործիքակազմը, հետևում եք միջազգային տրենդներին, մեր հայաստանյան իրավիճակի հետ կախված հաճախորդի վարքագծի փոփոխությանը։ Բնականաբար փոփոխության ենթարկվում է ժամանակ առ ժամանակ, մեթոդաբանությունը, մոտեցումը պահանջարկի հիման վրա ենք փորձում ձևավորել, քանի որ ինչքան էլ պատկերացրած լավ անգլերենի համար պետք է ավելի խորացված սովորես, ավելի այլ խորացված մեթոդներով ակադեմիական, բայց պահանջարկը այդպիսին չէ։ Ցանկանում են ավելի արագ ու ավելի հեշտ տարբերակով սովորես։ Դրա համար պետք է պարբերաբար ուսումնասիրես, հասկանաս, թե ոլորտում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, դասավանդման ինչպիսի նոր ավելի ժամանակակից մեթոդներ են ստեղծվել, այսպես ասած, քանի որ ինքը լեզուն ստանդարտ ու ստատիկ չի, ժամանակի հետ փոփոխվում է, հիմա արդեն տեխնոլոգիայի դարը տեխնոլոգիաների հետ է փոփոխվում, դրա համար պետք է դասընթացները դրան համահունչ լինեն։ Հին մեթոդները, որոնք ժամանակին աշխատում էին, հիմա այլևս չեն աշխատի այս սերունդի կամ այս 21-րդ դարի ժամանակահատվածում, որտեղ մարդիկ ուզում են ավելի արագ ու արդյունավետ։ Դրա համար պետք է մենք պարբերաբար անընդհատ ուսումնասիրենք, հասկանանք ու որոշակի փոփոխությունները մտցնենք։ Երկու հատ առնետային հարց եմ տալու, հա։ Ինչ է նշանակում հին մեթոդներ։ Այսինքն այսուհետև չեն կարող մեզ հավաքել լսարանում, տենց որ իրար հետև նստած ենք եւ նայում են գրատախտակի կողքը կանգնած մեր ուսուցչին։ Դա է, թե ինչն է, էլի, նկատի ունեմ տնային աշխատանք, օրինակ բոլորն ասում են իմաստը։ Տեսեք, երևույթներ կան, որ թվում է թե մարդը թելադրող չի, ասում են, այ մարդ այդպես չի կարելի, դու պիտի տնային աշխատանք կատարես, որ լեզու սովորես, բայց արի ուտես, տեխնոլոգիաները այդ խնդիրների լուծում տալիս են, թե չեն տալիս, թե խաբում են, որ տալիս են։ Մենք դա ենք ուզում հասկանանք, որտեղ կան կենտրոններ, որ ասում են տնային աշխատանք չկա, ոչ մի բան չես անելու, ինչ անելու է մեր մոտ ալինելու, 3 ամիս հետո կարող ես ամբողջովին հասկանաս Elton John-ի երգի իմաստը։ Չէ, 3 ամիս հետո հասկանում ես, որ հիմք մեկը չի նստել, այսինքն լեզուն, բառապաշար եւ այլն մեկը չի նստել, որտեղ դու տանը ժամանակ չես տրամադրել։ Մենք նմանատիպ մոտեցում չունենք, չենք ասում առանց տնայինների, բայց ասում ենք ավելի պարզեցված, այսինքն եթե ժամանակին շատ էին, պետք է շատ տնայիններ անեինք, շատ առաջադրանքներ անեինք, հիմա փորձում ենք այդ տնայինների հատվածը ավելի պակասեցնել ու ավելի պրակտիկ հատվածը բերել դասարան, լսարան, առանց տնայինի, առանց քո վրա աշխատելու դա անհնար է։ Նույնիսկ եթե ասում են առանց տնայինների տարբերակ, դա նշանակում է դու ամեն օր գնում ես դպրոց, այսինքն ամեն օր 3 ժամով կամ 2 ժամով պետք է գնաս տվյալ հաստատություն, դա էլ կոչում են առանց տնային։ Դրա փոխարեն կարող ես ընդամենը 3 օր հաջողել դասընթացների, 3 օրն էլ դու այնպիսի մոտիվացիա գտնես, որ ինքդ նստես եւ տանը առաջադրանքները կատարես։ Մարդ ինչ-որ մի ձև պետք է աշխատի։ Բնականաբար, նույնիսկ համաշխարհային պարբերականությունն է այստեղ կարևոր։ Ամեն օր պետք է լինի պարբերական ու մշտական բնույթ պետք է կրի։ Ամեն օր առնվազն 30 րոպե 1 ժամ պետք է տրամադրես։ Դուք մասնագետ եք, չի ստացվում ձեզ առնետային հարցեր տալ։ Շատ դժվար է, բայց բիզնեսի կողմից մոտենանք։ Տեսեք, շատ դեպքերում եղել են նույնիսկ ֆորումների ժամանակ կամ միջազգային պրոյեկտներ ու տենց հաճախակի ասում ենք սրա մասին, հա, ու մարդիկ այս մի քիչ նեղվում են, երբ որ ասում են, որ անգլերենը ինքը պրոդուկտ չի, պայմանական, կամ չիներենը ինքը պրոդուկտ չի, հա, որովհետև ինքը ոնց որ կիսատ է մնում, պետք է ասես անգլերեն ինչ, հա, պետք է անգլերեն զրույց, անգլերեն ֆիլմի դիտում, անգլերեն բանակցություն, հա, երբ որ մենակ անգլերենը ինքը իրանով ոնց որ պրոդուկտը ավարտված չի, հա, օրինակ հայաստանյան շուկայում ձեր կարծիքով կա պահանջարկ, օրինակ ավելի վերջնական պրոդուկտի, օրինակ պայմանական մարդիկ գան ձեր մոտ եւ սովորեն անգլերեն բիզնես բանակցություններ։ Կոնկրետ, բարդ ուզում է դա սովորի։ Կամ անգլերենով արտասահմանում հակառակ սերի մարդ գտնի իր համար։ Հա, դա գա մենակ սովորի։ Տեսեք, եթե լեզուն չեք տիրապետում, այսինքն դուք ուզում եք ուղղակի միայն նեղ մասնագիտական ճյուղը սովորել լեզվի, կարծես շենքը լինի առանց հիմքի, ինչ որ շենքի մի հարկն ես ուզում, որ կառուցես առանց հիմքի, դա անհնար է։ Եթե ես ընդհանուր հայերեն չիմանամ, եթե ես հայերեն չիմանամ, ես չեմ կարող դառնալ հայերենի ապագա մասնագետ կամ չեմ կարող դառնալ բժիշկ հայերենով։ Մենք ունենք արդեն մեր երկրում ապրող, մեր հետ, իդեպ մեզ բարեկամ ժողովուրդ, մեր հնդիկ եղբայրները, որոնք որ օրինակ պայմանական տաքսի են վարում։ Հիմա այդ մարդուն 10 հատ բառ պետք է, էլի։
ողջույն, աջ ձախ թեքվի, ավելացնեմ ձայնը, ցածրացնեմ, չգիտեմ, տաքե ցուրտ է, իրան պետք չի, չէ՞, օրինակ պայմանական ցիտել Հովհաննես Թումանյանի։ Հովհաննես Թումանյանի ցիտել պետք չէ, բայց եթե ուզում ես ամբողջովին ինտեգրվել մշակույթի մեջ, այսինքն հասկանաս իրենց վարքն ու բարգը, այդ ամեն ինչը, լեզուն պետք է հիմնային որոշակի level սովորես, այսինքն ոչ թե մեկ թեմա, դա մեկ թեմա է։ Հա, այսինքն ձեր ասած թեմա լեզվով fast food կոչեցյալը անհնար է ստեղծել։ Հնարավոր է, բայց դա շատ երկար ճանապարհ չես կարողանա գնալ դրանով։ Ես հասկանամ, այդ դա ավանտյուրա է, թե դա պրոդուկտ է։ Օրինակ դրա պահանջարկը կլինի թե չի լինի, որտեղ արտասահմանում դա կա։ Արտասահմանում կա, դրա համար շատերը ուզում են միայն ճամփորդական անգլերեն սովորել, հա, բայց ճամփորդական անգլերենը դու հնարավոր է գնաս, Աստված չանի, ինչ որ դեպք պատահի, գնաս հիվանդանոց։ Առողջապահականը չես սովորել։ Ընդհանրապես չգիտես շարունակում ես ասես տակ ջուր չունեմ։ Իրանոցում սրբիչես փոխեք։ Ինչքան կարելի է ճամփորդական բառապաշարը տալ։ Այսինքն ճկուն չես դառնա այդ դեպքում։ Դա չեղավ լեզու սովորելը։ Լավ։ Ըստ Grand View Research-ի տվյալների 2024 թվականին լեզուների on-line ուսուցման գլոբալ շուկայում հասույթի քանի տոկոսն են ապահովել ինքնակրթության բջջային հավելվածները։ Ինքնակրթության բջջային հավելվածներ, օքեյ։ Երբ որ քաշում ես ու ասում են ոչ միտեղ մի գնա, տանը սովորի։ Տոկոսներ ունենք, մենք խոսում ենք 2024 թվականի մասին։ Ուրեմն 42.4%, 48.4%, 54.2% եւ 64.2%։ Հիմա բավականին մեծ պահանջարկ ունեն նման ծրագրերը, շատ-շատերն են օգտվում նման ծրագրերից, կամ միայն այդ ծրագրից են օգտվում, կամ համատեղում են իրենց դասընթացների հետ, որը շատ արդյունավետ է։ Կարծում եմ 50%-ից ավել պետք է լինի։ Ունենք 50%-ից ավել, 54.2, 64.2։ 64 չեմ կարող ասել, բայց կարծում եմ 50-ից ավել, թե ինչքան ավել, դրա համար ընտրենք այդ 50 տարբերակը, 54.2, 54.2։ Ուրա։ Սխալ էր դա։ Մենք ունենանք բզբզ հարց։ Իհարկե, բայց հետաքրքիր է, տեսեք, դուք կուզենայի անկեղծ դուք դասավանդում եք։ Դուք մասնագետ եք։ Նաև գործարար մտածելակերպ ունեք, այսինքն դուք նաև ոլորտը հետևում եք, դուք ուշադիր նայում եք, այսինքն դուք այդ տրամաբանությունը հասկանում եք, հա։ Մի քանի տարի հետո ձեզ ավելի շատ տեսնում եք արդեն որպես գործարար համակարգը կառավարող, թե միշտ ամեն դեպքում պրակտիկ նաև դասընթացներ վարող։ Ես հիմա համատեղում եմ եւ դասընթացները եւ դպրոցները վարելու այդ գործընթացը ամբողջովին ես եմ իրականացնում, դրա համար ժամանակ առ ժամանակ տրեյնինգներ, մարքեթինգային, բիզնես եւ այլն նմանատիպ մասնակցում եմ, գրքեր եմ կարդացել եմ մինչև իմ դպրոցը հիմնելը բնականաբար, հետևել եմ այդ ամեն ինչին, որ հասկանամ ինչա կատարվում, ինչ կարելի անել, որ տարբերվի որոշակի առումով գոնե շուկայից ավելի արդյունավետ գործունեությունը ծավալվի։ Չեմ պատկերացնում առանց մեկը մյուսի եւ դասավանդում, առանց դասավանդման չեմ պատկերացնում եւ այդ բիզնես գործունեության հատվածը նույնպես չեմ պատկերացնում առանց դրա։ Շատ հետաքրքիր էր, այսինքն հաճախորդի հետ կապը ամեն դեպքում ուզում եք պահպանած լինեք։ Ես ինչքան ուսանող ունենք մենք, բոլորի հետ ուղիղ կապը ինձ հետ է։ Այսինքն այդ ֆիդբեքը ուղիղ որ ստանամ, հասկանամ մեր խնդիրները դպրոցում առկա, գոհ լինելու, դժգոհ լինելու պատճառները, այդ ամեն ինչ այդ վերլուծությունը ամեն ամիս կատարվում է։ Այսինքն ամիսը ավարտվեց, ես բոլոր ինչքան ուսանող ունենք, դա շատ բարդ է, բայց բոլոր մասնաճյուղերի բոլոր ուսանողներին միանգամից ես գրում եմ առանձին սիստեմա ունենք, որ միանգամից կապը հաստատում ենք։ Այո, իրանց ես եմ ուղարկում իրանց, որ ավարտել եք, խնդրում եմ ձեր ֆիդբեքը, ինչ կփոխեք, ինչ խնդիր կար եւ այլն, ու այդպես մենք ամեն ամիս այսինքն ուսուցիչին կփոխեինք։ Բնականաբար եթե շատ եղել են դեպքեր, որ ուսուցիչից բողոքել են։ Իհարկե դու չես կարող լինել կատարյալ, այսինքն հատկապես եթե ուսուցիչների խումբ է աշխատում, դու աշխատում ես ուսուցիչների խմբի, դու բոլորին ինչքան հնարավոր ես անդադ ասում եմ, այսպես արեք, այսպես մի արեք։ Չեն ասում, դուք մեր կողմից եղեք, դուք եք ուսուցիչ։ Հələ դրանց նայ մեզանից բողոքել են։ Չէ, այսպես չի, դու պետք է երկու կողմին լսես, այսինքն եթե ուսանողը բողոքում է, ես արձագանք չեմ տալիս։ Ես միանգամից ուսուցչի հետ եմ կապ հաստատում, հարցնում եմ ինչ ձևի ուսանող ա եղել, ինչ խնդիր ա եղել, այսինքն երկու կողմանի ինֆորմացիան ստանալուց հետո նոր ես
ես փորձում եմ վերլուծել ու իրավիճակին համապատասխան լուծում տալ, բնականաբար լինում է, որ ուսուցիչը երկու կողմներ ունենում է իր մեղավորությունը։ Եթե ինչ-որ մի բան եղել է, ուրեմն մի բան հնարավոր է, որ այն չի գնացել, ու այդ դեպքում արդեն այդ օրինակի հիման վրա փորձում ես հաջորդ անգամ նմանատիպ խնդրից խուսափել։ Իսկ հաճախորդների տեսանկյունից օրինակ դուք ունեք այդպիսի վերլուծություն, օրինակ ինչքան են ձեր այսօրվա ուրեմն ուսանողները իրենց ուրեմն խորհրդով եւս ուսանողներ բերում։ Այդ տոկոսը քանի տոկոս է։ Տոկոսային առումով չեմ կարող ասել այս պահին Բայց ինքը կա։ լինի, բայց բնականաբար շատերը լինում են, ասում ընկերուհիս խորհուրդ է տվել, որ ձեր կենտրոն հաճախեմ կամ չգիտեմ, մեր բարեկամն է խորհուրդ տվել, կամ հին ուսանողներն են, որ մի քանի տարի առաջ բարբել են նորից ուսում են, հա, կամ իրանց երեխաներին են բերում արդեն իրանք ավարտել են։ Ահա։ Okay, քեզ համար քանիսին է սկսում աշխատանքային օրը։ Մենք ունենք տակագրված ով է դա։ Հա, Հարություն եւ Նարեկ, Coffee House։ Օ, Coffee Հարություն եւ House։ Նարեկն են։ Բոլորին ստաբիլ, իդեպ միանգամից ասեմ Սոնա ջան, երբ որ մեր հաղորդումը կավարտվի, դու եւս հարց կթողես այստեղ հետագայում մեր հյուրերին տանջենք բզբզ հարցերով Հարությունին եւ Նարեկին ողջունում ենք իրենց համար միշտ հետաքրքիր է երբ է մարդիկ սկսում իրենց օրը որովհետեւ օրը սկսում է սուրճից այո իրանք ուզում են բիզնեսը հստակ կառավարեն հենց կոնկրետ աշխատանքային օրը սկսում է ժամը 11-ին եւ ավարտվում է ժամը 9:30 երեկոյան Wow. Որտեղ դասերը սկսում են ժամը 11-ից եւ երեկոյան դասերը ժամը 7-ից կամ 7:30-ից մինչեւ 9:30 նոր ավարտվում են։ Դրա համար կարող է առաջին այսից թվաց 11-ին եք սկսում, բայց ավարտում ենք շատ ուշ։ Օնլայն դասերը ավելի ուշ են ավարտվում։ Գիտեք, դրա հետ կախված մի շատ կարևոր հարց կար, երբ որ ռուսալեզուները Հայաստան ժամանեցին մեծ քանակությամբ Պարզվեց, որ մենք ուշ ենք արթնանում, քաղաքը ուշ է արթնանում, այսինքն մենք նախաճաշով սրճարաններ քիչ ունենք քաղաքում, 1-2 իրանք չէին կարողանում բիզնես breakfast ինչ-որ հանդիպումներ նշանակել, իրանք ասում են ձեզ որ ասում ենք եկեք իրար հետ breakfast անենք, նշանակում է ժամը 12-ին, ու իրանք համար զարմանալի էր, որ քաղաքը ուշ է արթնանում, հա, այսինքն առավոտյան պահանջարկ չկա ոչ մի ձևի կուրսի, օրինակ 11-ն է Հավատացեք, նույնիսկ 11-ից կարող են ուշանալ։ Այսինքն եթե դուք դնեք պայմանական ժամը 6-ին, 7-ին, կլինի սեգմենտ, բայց շատ քիչ։ Չեմ կարծում, որ բայց կան տենց դասեր, լսել եմ, որ կան, որ շատ շուտ են սկսում, որ մինչև 9-ը հասնեն աշխատանքի։ Որ հասնեն ու գնան գործի։ Կան, հա։ Որտեվ ես նույնիսկ լսել եմ, որ արտասահմանում մարդիկ գնում են ֆիթնես առավոտյան շուտ, 6-ին արթնանում են, որպեսզի հետո գնան գործի։ Հա, այստեղ է կապը շատ չի։ Սկսում ենք ժամը 11-ից։ Հա, սկսում ենք։ Բայց ավարտում ենք օնլայնը 9-ից։ Եթե օնլայն դասեր են, օնլայն են միանում 9-ից սկսում են, իսկ արկաները 11-ից։ Բայց ավարտվում է 9-ից։ Իսկ շաբաթ կիրակի օրերը։ Միայն կիրակին է, որ ազատ օր է։ Ինչպես եք համարում գործարարի, օրինակ, այդ օրակարգը, հա, ինքը պետքա լինի կարգավորված, թե պահանջ, այսինքն ինքը պետքա ունենա ինչ-որ մի հատ կարգապահություն։ Ես միշտ այս ժամին արթնանում եմ, այս ժամին ես քնում եմ, այս ժամին սա եմ անում։ Եթե ուզում ես, որ քո աշխատանքը բիզնեսի տեսանկյունից դու պետք է 24/7 հասանելի լինես, այսինքն նույնիսկ եթե կիրակին դու համարում ես, որ քո ազատ օրն է, եթե ինչ-որ հարց է լինում, դու պետք է նույնիսկ քո կիրակին տրամադրես այդ հարցը լուծելու համար, այսինքն այսօր իմ ազատ օրն է կներեք, ես չեմ կարող, դա արդեն սխալ մոտեցում է։ Եվ այսպես երրորդ հարցը, ձեր Instagram-յան English with Sona էջի 3 ամենահայտնի ռիլերը միասին վերցրած այս պահին քանի դիտում ունեն։ 3 ամենահայտնի ամենաշատ հավաքված ռիլեր իրար հետ թվեր ունենք։ Այս պահին փին արված 3 ռիլ կա, մեկը 1.2 միլիոն է, մյուս երկուսը 800,000-ից ավել, այսինքն 3 իրար հետ ունենք թվեր 2.3 միլիոն 2.6 միլիոն, 2.9 միլիոն եւ 3.2 միլիոն։ Այդ 1.2 երևի այդ 3 փին արվածներն են։ 1.2-ին գումարած 8, 2.8, ինչ թվեր ասացի։ 2.3, 2.6, 2.9 եւ 3.2 միլիոն։ Տա-տա-տա-տա-տա։ Իվական այդ 1-ին 2-ին գումարած։ Ահա գումարում ենք։ Ոնց որ 2.9, հա, դեռ կար 2.9։ Հա, ունենք 2.9։ Ոնց որ 2.9, հա, իսկ ո՞ւմ է դա է։ Չէ։ Սոնա։ Ուրախ Սա ճիշտ պատասխանն էր։ Հա, որտեղ հիշում եմ այդ ֆինալվածները այդ կամ դե։ Ես ուզում եմ, այնտեղ
Ձեր երևի դուք ձեր սաղ աշխատողները սաղ զգոն են, ամեն ինչ տեսնում եք, ամեն ինչ հաշվում եք, հա։ Գործում եմ։ Հստակ։ Մի քիչ խոսենք այդ թվային հարթակների հետ կախված ու ձեր պլաններից, որ կողմ եք գնում ձեր ընկերության զարգացումը։ Բնականաբար առանց Instagram-ի, առանց սոցիալական կայքերի այս ամեն ինչը այդքան մեծ չէր լինի, բավական ավելի բարդ կլիներ։ Հետագա զարգացումը եւ այլն նույնպես կախված է բնականաբար կապված է սերտորեն հենց էլի սոցիալական կայքերի ճիշտ օգտագործման հետ, բայց քանի որ դաշտը բավականին քանի գնում մեծանում է, այդ առումով մրցակցությունը աճում է, Instagram-ն էլ Ես դրան էի ստանում, ախր դե որ դուք մի բան անում եք, մարդիկ մտածում են, այն ինչ հեշտ է սա։ Ես է կարող եմ սա անել։ Հա, փաստորեն ընդամենը մի հատ հեռախոս եմ միացնում ու ասում եմ London is a capital։ Ու շո։ Բնականաբար կան մարդիկ, ովքեր նույնը փորձում են կրկնել ու բավականին հաջողում են, բայց կան տարբերակներ, որ ընդհանրապես զգացվում է, որ որակ չկա, այսինքն եթե ինչ-որ մի բան որակով են անում, ինչու՞ չէ թող անեն, քանի որ առողջ ու որակյալ մրցակցությունը մոտիվացնում է, որ առաջ գնաս տեղում քո հաջողություններով չբավարարվես, որովհետև 1 ամիս, 2 տարի, 3 տարի, եթե միայնակ ես մնում, այսինքն շուկայում տեսնում ես, որ նման կոմպետենտ ինֆորմացիա չկա, դու արդեն հանգիստ, հա, ասենց լավ է, բայց հենց որ տեսնես ինչ-որ մեկը բավական տակրկիր անում եւ այլն, դու ես արդեն նույնիսկ ոգևորվում ու կոպիտ ասած ոտքը դնում ես գազի։ Մի քանի կարևոր տրենդներ կան, էլի, տեսեք, ինչ եմ ասում թվային, օրինակ թվային գործիքակազմը ինքը բավականին ստրեսային գործիքակազմ է, այսինքն այդ տրենդները որ կան, այդպես թվում է թե Instagram-ը, TikTok-ը, այդպես նկարեցիր, դու միշտ պետքա հետևես, միշտ պետքա հասկանաս, որովհետեւ երկու շաբաթ հետո, եթե դու ինչ-որ մի հատ վիդեո նկարես, որը որ իրենք համարեն հնաոճ, դա ձեր իմիջին է խփելու, այսինքն այդ դուք եք զբաղվում մասնագետ ունեք, որ միշտ տրենդերը հետևում է։ Այս տարիների ընթացքում 2019 թվականից սկսած, երբ Instagram-ը բացվեց եւ նաեւ դպրոցը, երբևիցե ինձ ոչ ոք չի օգնել, այսինքն այդ ամեն ինչը ինչ որ արվել է եւ արվում է, ես եմ արել, ինքնակրթվելով, նայելով, հետևելով, հասկանալով, այսինքն չկա ինչ որ մեկը SMM մասնագետ կամ ինչ-որ մեկը, որ ինձ կողքից ասում ջան դու դա արա, հաստատ կաշխատի։ Այդ ես ինչը որ զգացել եմ, որ ուզում եմ անեմ, պետք է հետաքրքիր է, արել եմ։ Աշխատեց, լավ, չաշխատեց, գնացինք առաջ հաջորդը փորձենք մինչև աշխատի։ Որպես այդպեսին օգնող երբեք չեմ ունեցել։ Այլ օրինակ տրենդային երևույթներ, օրինակ, չգիտեմ, պայմանական ակումբի ձևավորում, խաղայնացված ֆորմատներ, որոնք որ այսօր լեզուների ուսուցման մեջ, հա, բավականին լուրջ դերակատարում են կան ձեր պլաներում, մտածել եք, ուզում եք։ Ժամանակ առ ժամանակ լինում են փոքրիկ ակումբներ, բայց քանի որ մենք մեր ավելի շատ ֆիքսված ենք կոնկրետ մեկ ուղղության մեր աշխատանքի մեր դասերի վրա, ցանկանում ենք դրանք ավելի որակով դարձնենք, դրանք ավելի զարգացնենք եւ այլն, չենք ֆիքսում ավելի փոքր կարճաժամկետ ակումբների վրա։ Ես ֆիքսել եմ, հետաքրքիր տրենդ կար, որը զարմացրեց, խաղերը, հայտնի խաղերը խաղում են անգլերեն կամ խաղում են այն լեզուները, որ իրանք չիներ են պայմանական։ Մաֆիա են հավաքվում խաղում, ինչ որտեղ երբ են խաղում, այսինքն այդ խաղերը խաղում են օտար լեզուներով ու ինչն էր հետաքրքիր, որ այդ էմոցիոնալ ֆոնի վրա մարդիկ ավելի հեշտ էին ընկալում ինչ որ բառեր, որ ասում էր այդ այսինքն այդ փորձը երբևիցե ստուգված է Հայաստանում։ Դասերի ժամանակ կարող է գործել, այո։ Հաջորդ հարցը հանելուկ է, մեր ճկնակ բարնիկները Տերյանքից փառքի մեզ տալիս են հանելուկներ եւ պետք է հասկանանք ինչ է թաքնված այդ բացատրության հետևում եւ այսպես ուշադիր լսում ենք, եթե պետք է կկրկնենք։ Դա այն բանն է, որ նոր բառ եմ իմանում ու գրում եմ, որ սովորեմ հիշեմ։ Դա այն բանն է, որ նոր եմ իմանում, գրում եմ, որ հիշեմ։ Ահա։ Օրինակ ես բառերը եթե գրում եմ, որ հիշեմ։ Բառեր։ Բառ, եթե բառը լիներ, հասարակ կլիներ։ Այն բանն է, որ նոր բառ են իմանում, գրում են, որ հիշեն։ Հա, այն բանն է, որ նոր բառ են իմանում, գրում են, որ հիշեն։ Երբևիցե հանելուկներից լավ չեմ եղել։ Իսկ մեր մանուկները այդպես հետաքրքիր ձևով ձևակերպում են։ Եվ այսպես։ Եվ այսպես, դա այն բանն է, որ ասեմ, շատ մոտիկ է։ Չէ, հանձնվում ենք։ Հա, հա։ Հանձնվում ենք։ Լավ, գոնի տարբերակ մի հատ կա։ Տարբերակ այն բան։ Օրինակ, բառ։ Բառ։ Որ բառ։ Եթե ասենք բառը կա այդ բառի մեջ։ Բառակապակցություն։ Բառը անեկա։
Մնաց շարունակությունը։ Okay, չէ։ Չէ, լավ։ Այդ ասում ես չգիտեի ոնց օգնել, մնում էր մենակ ասեի բառատետր։ Հա, այն բանն է որ զգացում եմ ինչ բառ է։ Հա, okay, սա բառ։ Բառատետր։ Հա, դա այն բանն է, որ ես նոր իմանում, հա գոնե ասել դրա մեջ եմ գրում։ Իա։ Այդքանն է որ ասել երեք նա թող ասել բառատետր։ Լավն է։ Դե ուրեմն ասում են, որ նաև բառատետր բառը ոչ միայն բառի, այլ նաև ինքը նաև բիզնես է սանայի համար։ Այո։ Ինչ է դա, մի քիչ բացված տանք։ Դրա համար եմ ասում, էլ չգիտեի ոնց ուշեի։ Ճիշտ է։ Ճիշտ է, բացես բիզնեսներ, բիզնես գաղտնիքներ, բա։ Արդեն 2 տարի է նաև տպագրվում է բառատետր։ Նպատակը այն է, որ չունենան աշակերտներ կամ ուսանողները 5 հատ տարբեր տետրեր, այլ համակցված մեկ տարբերակ։ Դա այդ գաղափարը ինձ մոտ առաջացել է հենց իմ ուսանողների հետ աշխատելու ու զգացել եմ, որ շուկայում չկա նմանատիպ տարբերակ։ Ուղղակի մի հատ բառատետրեր են, այսպես բարակ անգլերեն։ Իսկ իմ տարբերակը ինքը համակցված է ընդհանուր աշխատանքային տետր, բառատետր եւ քերականության համար հատված։ Մեկ տետր ամեն ինչի համար յուրաքանչյուր level-ի դեպքում, որ ինքը պարտադիր ձեր մոտ է հենց։ Թե ինքը կարող է մարդը գնի եւ ինքնակրթությամբ եւս օգտագործի։ Կարող է գնի եւ օգտագործի, իհարկե կարող է գնի։ Օրինակ պայմանական իր մեջ ինչ-որ QR-ներ կան, ինքը մտնում է նայեք ինչ-որ բաներ։ QR-ով կարող է մտնել իմ Instagram-յան edge։ Հա։ Իմ Instagram-յան edge ու շարունակել։ Ես մտածում եմ օրինակ շարունակել։ բառատետր, որը նաեւ տանում է ինչ-որ մի հատ շտեմարան, որտեղ կա օրինակ վիդեո, կոնտենտ, ամեն ինչ իրեն Instagram-յան edge-ը։ Instagram-յան edge-ը տանում։ Տանում է ձեր Instagram-յան edge, որպեսզի իմանա, որ պետք է գա ձեր այդ կենտրոն։ Ահա, տեսակ։ Բայց արդեն ես սկսել եմ մտածել, որ պետք չի շատ բզբզած։ Լավ, այդքան չեմ ուրախանա։ Ինչքանով է սերը կարևոր բիզնեսի մեջ։ Ահա։ Գևորգ Սաֆարյան early one։ Գևորգի ողջունում ենք։ Մեր ռոմանտիկ գործարար ընկերը։ Ինչքանով է կարևոր։ Ինձ համար առաջնային է, քանի որ հենց առաջին օրվանից իմ աշխատանքի հիմքում դա է եղել, այսինքն շատերը հենց զգացել են, թե ինչքան սիրով ու հետաքրքրությամբ եմ ես դա անում, ու չեմ անում շուտ ձևի համար, որովհետև ստանդարտները կամ չգիտեմ ժամանակը դա է պահանջում։ Ինչ որ արվում է զուտ իմ պատկերացումների եւ իմ մեծագույն սիրո կատարած աշխատանքի հանդեպ։ Հենց այս հարցը որ տեսա մի անգամից ընկա հիշողությունների մեջ թե ոնց այդ ամեն ինչը սկսվեց, որովհետեւ այո, հենց անում եմ այն ինչ որ իրապես սիրում եմ։ Շատ կարևոր է, ձեր բարձ է։ Հիմա մարդիկ կարող են ասել, դե ձեր բիզնեսն է, դուք եք հիմնադրել, ձեր անունով է, ձեր ազգանունով է, կներեք, էլի, բարձա որ պետքա սիրեք, չսիրեք ձեր անունը չեք դնի։ Բայց իսկ թիմակիցները պարտավոր են սիրեն բիզնեսը, պարտավոր են սիրեն այն միջավայրը, որ իրանք գալիս է։ Ես իմ ասում պարտավոր են, որովհետև մենք այդ կարևոր երևույթը, որը էմոցիա է, հա, մենք իրա վրա դնում ենք մի հատ պարտավորություն ու մարդը դից ինչ է դա, այսինքն դա միջավայր է, ինչի պիտի մարդը սիրի իր բիզնեսը։ Իր գործը, այն ինչ որ ինքը անում է։ Առանց սիրո առաջընթաց չի լինի, այսինքն եթե ինչ-որ մի բան անում ես զուտ ձևական, տեսական հիմքի վրա, այդ դեպքում շատ առաջ ու երկար չես գնա։ Սերը հոգնած ժամանակ էլ քեզ կստիպի, որ դու առաջ գնաս ու քո գործը անես։ Իսկ եթե ստանաս որպես պարտականություն, ուղղակի որպես պարտականություն, վաղ թե ուշ հոգնելու ես եւ հիասթափվելու ես։ Այդ սեր Բայց չէ, ասում են, ես գործ եմ եկել, որտեղ փող եմ տալի, փող չտային չի գա։ Հիմա ցավոք սրտի շատերն են այդպես մտածում, բայց այդ գումարն էլ երկար ժամանակ քեզ մոտիվացված չի պահի, վաղ թե ուշ ձեր ասած emotional burnout, այսինքն այդ այրումը լինելու է։ Մարդիկ մեկը կգնեն այդ դրա տակ, հա, ու զարգացումը կկանգնի միգուցե։ Բնականաբար զարգացումը կկանգնի ու հետագա զարգացման fuel like շարժիչ like դրթող fuel ահա վառելիք տան։ Այսինքն վառելիք չես ունենա, որ կարողանաս բիզնեսը առաջ տանես, սերն է, որ քո մեջ այդ կայծն է տալիս։ Անցնենք հարցերին։ Այս արտահայտություններից որն է ձեզ ամենահոգեհարազատը։ Իմաստ չունի պայքարել այն բանի համար, ինչին հնարավոր չէ հասնել։ Շատ ազնվոր։
Հա, մեր համար շատ կարևոր է, որ մենք նաև եթերում հնչեցնենք մեր հայ մեծերի խոսքերը, որովհետև բավականին տարածված է այսօր, որը որ շատ կարևոր է նաև աշխարհահռչակ մարդկանց, բայց եթե մենք ունենք մերը, նաև մերը ավելացնենք մեդիա դաշտում։ Երկրորդ տարբերակը համեստությունն է մարդուն երջանիկ դարձնում, Վիկտոր Համբարձումյան, մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը հասկանում, սովորում, հիշում, Ավետիք Իսահակյան, եւ չորրորդ տարբերակը ամեն ճիշտ բան անմահ է, Վիլյամ Սարոյան։ Այսինքն որն են ձեր թիմակիցները մտածում, որ այս պահին Սոնայի համար հոգի հարազատ է։ Առաջինը որ խնդրեմ կգտնեք։ Իմաստ չունի պայքարել այն բանի համար, ինչին հնարավոր չէ հասնել։ Շատ ազնվոր։ Համեստությունն է մարդուն երջանիկ դարձնում Վիկտոր Համբարձումյան, մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը հասկանում, սովորում, հիշում, Ավետիք Իսահակյան, եւ դե տարբերակ ամեն ճիշտ բան անմահ է։ Ինձ թվում է երկրորդ տարբերակը համեստություն։ Համեստությունն է մարդուն երջանիկ դարձնում Վիկտոր Համբարձումյան։ Ես ինքս դա կընտրեի այս բոլոր։ Դե ասեք, դուք հիմա մտածում եք իրանք ինչ է մտածել, հա։ Փաստորեն ստացվում է այս շատ հետաքրքիր է։ Կորպորատիվի թեմա է այդ դեպքում։ Կարող եք Այս Կիրակի իմիջիայլոց հավաքվում ենք team building ունենք, այս թեման կգնանք։ Շատ կարևոր է, հա։ Շատ, ուրեմն, եթե ընտրում ենք համեստությունը, team building-ը համեստ արեք։ Հա, համեստ։ Շատ համեստ։ Դե, որն ենք ընտրում։ Համեստությունը։ Համեստությունը։ Եվ ցավոք, սխալ պատասխաններ, մենք բզբզ հարց ենք ունենալու, բայց ճիշտ պատասխանն է, թիմակիցները մտածում են, որ մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը հասկանում, սովորում, հիշում, Ավետիք Իսահակյան, մտածել են դուք մասնակից լեզվի հետ կապված, տենց գլոտասերների լեզվով ասած իշմար էին ուղարկել ձեզ, որ լեզվի հետ կապ։ Բայց եթե խորանան, հա, ապա ես եւս կհաստատեմ մեր այս շատ կարճ քննարկման արդյունքում իհարկե դուք ավելի մոտիկ եք այս խոսույթին հիմա, որովհետև ես ամեն ձևի փորձում եմ ձեզ, որ դուք գոռակ ձեր կենտրոնի առավելությունների մասին ասեք, մնացածը ուր էին, որ մենք դա արեցինք, դուք շատ համեստ շրջանցում եք բոլոր սուր կողմերը, հետեւաբար մենք ունենալու ենք բզբզ հարց, բայց մինչ այդ մի հատ այսպեսի հարց, թիմակիցների հետ թիմ ձևավորելու ինչքանով կարևոր է սինխրոնիզացվել արժեքներով։ Ինչքանով կարևոր է, որպեսզի դուք ունենաք գոնե ընդհանրացված պատասխաններ, չեմ ասում բոլոր հարցերի շուրջ, բայց գոնե մեծամասնության, հա, այսինքն ինչ է մեր համար կարգապահությունը, ինչ է մեր համար համեստությունը, ինչ է մեր համար արդյունքը, օրինակ մարդկա արդյունքը համարում է 40 րոպե եկել եմ գործ եմ արել, արդյունքը։ Մեկն ասում է, չէ, ախր այդ 40 րոպեվա ընթացքում մեկը պետք է լեզու սովորեր։ Այ ինչքանով է կարևորում այդ ու ինչ է կանում դրա համար, որպեսզի զարգացնեք։ Կան արժեքներ, որոնք կոնկրետ մեր դպրոցում պարտադիր է որ հետևեն, հարցազրույցների ժամանակ նոր աշխատակիցներ ընդունելիս ես նախապես միշտ այդ արժեքներին ծանոթացնում եմ, իսկ արդեն արկա թիմին էլ պարբերաբար հիշեցնում եմ, որտեղ երբեմն լինում է, որ ինչքան էլ գիտես կարգապահ է ուսուցիչը, հետևում է ամեն ինչ անում, բայց պարբերաբար պետք է հիշեցնես այդ մասին, իսկ նոր ուսուցիչներին ի սկզբանե սովորեցնես, ասած, որ ձեզ մոտ պետք է աշխատել նման տիպ չափանիշների հետևելու դեպքում։ Ու արդեն նախապես ես ասում, եթե դուք պատրաստ եք նման չափանիշներով ու կարգապահությամբ աշխատեք, այդ դեպքում կարող ենք սկսել մեր համագործակցությունը։ Իսկ եթե զգում եք, որ ոչ, հենց ի սկզբանե ավելի լավ է չսկսենք այդ ամեն ինչը, քանի որ ես շատ էներգիա, ջանք ու եռանդ եմ ներդնում ցանկացած ուսուցչի վերապատրաստման, տրեյնինգի եւ հետո արդեն նոր լսարան մտնելու process-ին։ Որ պետք է վերցնեք շուկայից մասնագետի եւ վերապատրաստեք եւ բայց արժեքները ամենակարևորն են։ Ամենակարևորը իսկ գաղտնիք են դրանք, որոնք են։ Բնականաբար գաղտնիք չեն, որտեղ ես պարբերաբար բաց տեսանյութերով հայտարարում եմ, ասում եմ, եթե ուզում եք միանալ մեր թիմին, պետք է հետևեք այսինչ կետերին, կարգապահություն ամենաառաջինը, ինքնավստահություն, բայց ոչ ինքնահավանություն, դա ամենակարևորը
ամենակարևորն է, որ ուսուցիչը լինի ինքնավստահ, լսարանում կարողանա կառավարի լսարանը, դասարանը, բայց ինքնահավան չլինի, որ ինձնից լավ մասնագետ չկա եւ այլն, քանի որ շատ լավ մասնագետներ կան շուկայում։ Շատ հետաքրքիր ձևակերպում է։ Ինքնավստահություն, բայց ոչ ինքնահավանություն։ Արդեն սկսել եմ մեղքի զգացողություն այ մոտ առաջացա։ Սկզբից դες լավ գնացինք։ Ահա։ Օրական քանի անգամ ես ստուգում ընկերության բանկային հաշիվը։ Բա։ Վարդան Կարապետյան Vogi's խմիչքներ, հա։ Այո, մեր հայկական ջինն է, իդեպ օգտագործվում է նաև հայաստանյան խոտաբույսեր եւ այլն։ Հետևաբար Վարդանին ողջունում ենք։ Շատ կարևոր հարց է։ Գործարարը հետաքրքրում է թե արդյոք դուք հետևում եք բանկային հաշիվը, փոխանցել են, չեն փոխանցել։ Ֆինանսական հատվածի մասին քննարկումները, չգիտեմ, ինչ որ հարցերի պատասխանելը, սովորաբար ես խուսափում եմ։ Դե ֆինանսական դուք օրինակ հետևում եք։ Բնականաբար, հիմնականում հա, հաշվապահն անում է ամեն ինչը։ Օրը մի 4 անգամ հետևում են իրենց հաշիվը։ Կարծում եմ չարժի։ Ընդհանրապես մենք մեր ուսանողների հետ էլ երբ որ ուսանողները գալիս են, շատ տեղերում լսել եմ, որ մի անգամից մինչև չվճարեն, դասընթացը չեն կարող մասնակցել։ Բայց մենք հնարավորություն ենք տալիս ադապտացվելու, այսինքն ադապտացվան մի քանի օր է լինում։ Փորձնական դաս են ունենում, մի քանի դաս մասնակցում են, նոր մենք արդեն հիշեցնում ենք, որ նաև ունեն ադմինիստրատիվ պարտականություններ, որպեսզի ուսանողը ի սկզբանե զգա, որ իրականում ինքը եկել է այստեղ անգլերեն սովորելու, այլ ոչ թե մի անգամից խնդրում եմ վարձը։ Շատ լավ բան եք ասում, այստեղ չար լեզուները կասեն, բա որ սովորի ու փողը չտա։ Ո՞նց եք անելու։ Այնպես չի որ մեր մոտ տենց հեշտ է։ Պապս կասեր ջանը ցաղելնի։ Հա։ Իդեպ ասած, ես ուզում եմ նաև ողջունեմ մեր գործընկերներին, հա, Լևոնը եւ Տաթևը, մի հատ հետաքրքիր մոտ մի 10 տարի առաջ, հետո For UIM-ը հիմնադրեցին, իրանք մի եթե 10-15 տարի առաջ մի հատ բիզնես էին անում եւ մարզերով ապրանքներ էին մատակարարում ու ասում եմ դե վճարել են։ Մարդիկ հարցում են վճարել են, նոր տանում եք, ասում եմ չէ։ Ասում եմ դուք ապրանքը հասցնում եք, իրանք հələ չեն վճարել, ասում եմ հա, բա որ ասում եմ հրաժարվեն։ Դե ասում եմ մենք չենք մտածում էլի որ մեր ժողովուրդը ահա պիտի խափի։ Ու ասում եմ ցուցանիշը պարզվեց, իսկապես ցուցանիշը բավականին ցածր է։ Այսինքն մենք մտածում ենք մենք անպարտաճանաչ ենք, մենք խափող ենք։ Ինչ ասես մենք բան է, մտել ենք ինքնակործանման փուլ էլի, ինչ ասես մեզ մտրակում ենք, բայց պարզվում է որ ցուցանիշը, ասես դաժե 2% չկա, 1 ու քանի տոկոս էր։ Այսքան տարիների ընթացքում եղել են, չեմ կարող ասել չի եղել, նույնիսկ այնքան քիչ է եղել, որ մատների վրա կարող եմ հաշվել ու հիշել ովքեր են։ Այսինքն ես իրանց հիշում եմ, բայց բան չես կարող անել։ Հաջորդ հարցի ուրեմն ձևավորման մեջ մեր թիմը ներգրավել է օգնություն արհեստական բանականությանը, բա մեկին ձեր թիմն է գալիս, հետո արհեստական բանականությունն է գալիս։ Եվ բավականին երկար տանջել ենք արհեստական բանականությանը, որպեսզի դուրս բերի լեզուների կենտրոն որպես բիզնես, օտար լեզուներ սովորելը եւ այլ որպես բիզնես կոմպոնենտ եւ ըստ արհեստական բանականության կանխատեսման նշված մարտահրավերներից, որը հաստատ չի սպառնում ձեր բիզնեսին։ Տարբերակ առաջին՝ կախվածություն հիմնադրի անձնային բրենդինգից։ Բ տարբերակ՝ արհեստական բանականության լայն կիրառման հետևանքով դասընթացների արժեքի նվազում։ Գ տարբերակ՝ հաճախորդների հավատարմության նվազում եւ դ տարբերակ մասնագետների արտահոսք, որը չի սպառնում է 4-ից։ Բա այդպես փորձում ենք խճճենք։ Իրականում առաջին տարբերակը Կարան գնանք տարբերակներով։ Կախվածությունը հիմնադրի անձնային բրենդինգից։ Իրականում կախվածություն կա, քանի որ շատերը տեսնում են ինձ, իմ բլոգը եւ վստահելով գալիս են մեր դպրոց, նաեւ այդ չգիտեմ դա խնդիրը թե լավ է թե վատ է։ Միշտ ցանկացած բան որ լավ է, միշտ ցանկացած բան որ լավ է, ինքը նաև իր վատ կողմեր ունի։ Հետևաբար պայմանական ընկալումն է, չէ՞, բլոգ վարելը ինքը ամենաբարդ բաներից է, մարդիկ մտածում են դա ընդհանրապես կամերա միացնել է, էլի։ Բավականին բարդ է, որ վերջում դու պետք է ոչ թե ձեր նկարածն է կարևոր, այլ իր ընկալումը թե ինքը ինչ հասկացավ նայելով։ Հետևաբար ինչ ենք մտածում, սա առաջինը հաստատ սպառնում է։ Սպառնում է։ Այդ պատասխանատվությունը դուք զգում եք, շատ լավն էր։ Արհեստական բանականության լայն կիրառման հետևանքով դասընթացների արժեքի նվազում։ Արժեքի նվազում։ Շուկայում արժեքի նվազում AI-ի պատճառով։ Հա։
Որտեվ արդեն AI-ով Հավատա- ես նույնիսկ տեսել եմ, որ արհեստական բանը OpenAI ունի օտար լեզուների ասիստենտ, դու կարող ես 10 իրան դերակատարում, ինքը քո լեզուն հասկանում ու ժամանակ առ ժամանակ քեզ առաջադրանքներ նոր ուղարկում։ սերունդը հնարավոր է, բայց դա էլ է հնարավոր, բայց ապագայում։ Դե 3 տարի է ասում։ 3 տարի։ Չեմ կարծում 3 տարի, քանի որ պետք է սերունդ փոխվի իմ կարծիքով, այս նոր ավելի երիտասարդ սերունդն է դեպի տեխնոլոգիաները։ Հին սերունդը սիրում է երբ որ գա, նստի, իրեն հստակ նյութ տաս, տետր, գրիչ եւ այլն, որ ինքը այդ ամեն ինչով, այո, ես էլ եմ այդպես։ Տետր, Ես էլ եմ գրիչ։ այդպես, հա։ Այն ընթացքում արհեստական բանականության պատճառով արժեքի նվազեցում չեմ կարծում Չեք դրա կարծում։ պատճառով։ Դուք ընտրում եք- Ես չեմ կարծում, այդ տարբերակը, դա է։ Այսինքն հաճախորդների Դա չի հավատարմության սպառնում։ նվազումը չի սպառնում։ Չէ, հաճախորդների հավատարմությունը սպառնում է, Սպառնում է, AI-ը հա։ չի սպառնում։ AI-ը։ Սա վերջնական պատասխանն էր։ Այդ եմ կարծում։ Всё, դե էլ չեմ համոզում, ընտրեցինք B տարբերակը, Երեք տարի, բայց ցավոք դա սխալ է։ Հա։ Ճիշտ պատասխանը գներ ձեր բիզնեսը հետազոտելով, ձեր էջերը հետազոտելով, կոմենտները հետազոտելով եւ այն մեր արհեստական բանականությունը եկել էր այն եզրակացության, որ հավատարմության նվազում մոտակա 3 տարիներին ձեզ չի սպառնում։ Ու հակառակը ասма եւս վերադարձանք արտահայտություններին, հա, ասма համեստությունը մարդուն երջանիկ է դարձնում, հա։ Դուք այնց մտածեցիք դա իլա ձեզ սպառնում, բայց իրականում սպառնում է հենց արհեստական բանականության լայն կիրառման հետևանքով դասընթացների արժեքի նվազում, որովհետեւ շուկայական գների վրա, հա, իրանք դե տեխնոլոգիաները ցանկացած դեպքում բերում են խնդիրն է, որ դա նույն կուրսը չի լինելու։ Դե հա։ Գումարը ուրիշ է լինելու, մարդը գումարն է տեսնելու, բայց իրականում մարդկային գործոնը մեջ ավելի պակաս է լինելու եւ այլ, դրա հաշվին իհարկե կարող է լինի նվազումներ։ Բայց այդ այսպես կարևոր, քանի որ խոսում ենք 3 տարվա տեսանկյունից, զարգացման միտումները ձեր բիզնեսի դեպի որ կողմ եք տեսնում, այսինքն ընդլայնվում եք Երևանում, ընդլայնվում եք մարզերում, ընդլայնվում եք աշխարհից դուրս, գնում եք այլ ծրագիր եք ստեղծում։ Ինչ որ պլաններ, զարգացման հեռանկար, այդ մասին խոսելու, նախապես խոսելը ինձ թվում է շատ ոչ ռեալ է։ Ուղղակի այս պահին հետևում ենք։ Երազանք, եկեք երազանք ասենք։ Երազանք չէ, ես չունեմ երազանք, ունեմ նպատակներ։ Ահա։ Նպատակներից հուսանք շուտով Գյումրիում կունենանք մասնաճյուղ։ Մարդիկ կան, ովքեր մտածում են, որ հիմա ունենք արդեն, բայց ֆիզիկապես դեռ չենք հասցնում, միտքը կա, հա, բայց դերևս չի իրականացվել, քանի որ չեմ հասցնում։ Հուսանք արդեն մոտ ժամանակներս նաև Գյումրիում կունենանք մասնաճյուղ։ Քանի որ ես ծնվել եւ մեծացել եմ Գյումրիում, շատ կուզենամ, որ այնտեղ նույնպես ժամանակակից մեթոդներով ու ստանդարտներով դասընթացներ իրականացվեն։ Շատ կարևոր բան է, շատ։ Մենք բզբզ հարց ունենք։ Այսօր բզբզ հարցերը մեր չեմպիոն գնացին։ Ինչ դրամաբանությամբ ես հաշվում պարգևավճարները քո ընկերությունում եւ ինչպիսին է դրա արդյունավետությունը։ Ահա։ Ունենք ում կողմից է հարցը։ Հա, Դարոինգ Կարապետ Աֆրիկյան։ Ահա, ողջունում ենք մեր Կարապետին Աֆրիկյան։ Մեր լավ բարեկամ ինգերը մեր հաղորդաշարի։ Որպես այդպիսին պարգևավճարներ առանձին այդպիսի համակարգ չունենք, բայց ժամանակ առ ժամանակ թիմ բիլդինգներ ենք կազմակերպում, որպեսզի թիմի անդամները միմյանց հետ ծանոթանան, քանի որ ոչ բոլորն են իրար հետ աշխատում, տարբեր մասնաճյուղերում տարբեր մասնագետներ են կամ որ միայն on-line են աշխատում։ Իսկ իրանք մրցակցում են, օրինակ պայմանական, տեսեք, թվում է թե մրցակցում են օրինակ պայմանական շատ հեշտ է վաճառողին խրախուսելը, որտեվ վաճառք իրականացես թվով վերևում է, ով ավելի շատ վաճառեց, քիչ վաճառեց եւ այլն, հա։ Իսկ դասավանդման տեսանկյունից իրանք ունեն ինչ որ մեկը մյուսի հետ մրցակցում։ Հա, չափման միավորներ, օրինակ պայմանական երկուսին է նույն խումբա տված, 50 հոգի են պայմանական, երկու տեղն էլ 50 հոգուց 2 ամիս հետո տեստը այսքանը լրացրեցին, այս ինչ ցուցանիշով, այս մարդու մոտ այսքանը, ու ըստ դրա ուսուցիչը ստանում է պարգևավճար։ մի հատ պոնչիկ, չգիտեմ։ Չէ, նմանատիպ
համակարգ չկա, քանի որ դա կարող է առաջացնել այսպես նախանձի կամ իրար հետ ոչ վտանգավոր է համարում դա։ Ինձ համար դա վտանգավոր է, հա, այսինքն իրենք իրենց այդ ընտանեկան միջավայրից արդեն դուրս կգան դեպի մրցակցային, քանի որ ես իրան հասկացա, դուք են խորհրդային միության ուսուցչանոցի պես տենց ուսուցիչները իրար հետ լավ են, տենց ընդմիջման իրար հետ, ես այդ ուսուցչանոց էի պատկերացրել, էլի, բոլոր իրար հետ լավ են, սուրճ են խմում, տենց իրար հետ ծնունդ են նշում եւ այլ, ինչ մրցակցություն։ Այսինքն իրար միջև մրցակցություն չի կարող լինել։ Մրցակցայնությունը այստեղ այն է, որ պետք է փորձեն մաքսիմում լավ դասընթաց կազմակերպեն աշակերտի համար, որպեսզի իր աշակերտը ոնց չափենք։ Աշակերտի լոյալ մնալուն, այսինքն որ աշակերտը պարապում է երկար ժամանակ մնում, այսինքն ուսուցիչն էլ համապատասխան աշխատանքը կատարում։ Մեկ ուսուցիչը դա լավ է անում, երկրորդը ոչ թե վատ է անում, դա այդքան է չի կարևորում, ինքը իր մատերիալն է տալիս։ Այս մեկը պետք է պարգևավճար դրա համար ստանա, որ ջանք է թափում այդ լոյալության վրա։ Այստեղ ոչ թե կամ պարգևավճարներ, այլ ավակ մասնագետ, հա, եւ աշխատավարձների տարբերություն կա։ Բնականաբար ավակ մասնագետը, հետ ուզում։ Շատ դժվար ասում, չի ասում, ոչ իման չի ասում, ոչ բառատետրի մասին էր ուզում ասել, ոչ պարգևավճարի մասին, ոչ դյուրի պարգևավճարը, այլ աշխատավարձները որոշակի տարբերություն կա։ Ամեն դեպքում այդ մարդը ինչ որ ձև ինքը զգում է, որ դուք իրան տեսաք, նկատեցիք, գնահատեցիք։ Սկսնակ մասնագետը այլ աշխատավարձով աշխատում, արդեն ավակ մասնագետը այլ։ Ըստ դա էլ արվում է արդեն լոյալություն այլ գնահատման համակարգի շնորհիվ։ Սոնա ջան, մեր հարցերը եւ բզբզ հարցերը ինչ հնարավոր էր տվեցինք, եւ շատ շնորհակալ եմ այս ամիջական անկեղծ քննարկման համար ու ուրախ եմ, որ այդ ոլորտում եւս մենք ունենք գործարար մտածելակերպով մասնագետներ, որովհետեւ այո, լինել ոլորտային մասնագետ դա շատ կարեւոր է։ Միևնույն ժամանակ, երբ որ ոլորտային մասնագետը իր մեջ ունի նաև նույնիսկ իր հանդեպ ինքը դրել է խնդիր, որ ինքը պետք է որպես գործարարել, նաև զարգանա, մշտապես հետևի տրենդերին եւ այլ, դա միայն ողջունելի է։ Ավարտին նաև մեր արհեստական բանականության հետ ասում աշխատանքը չի ավարտվել, հա, շարունակել ենք տանջել եւ դուրս ենք մի հատ փոքրիկ չարաճճիություն ենք արել, դուրս ենք բերել, այսպես ասած, բիզնես հորոսկոպ, ըստ արհեստական բանականության լեզվի կենտրոնի հետ կախված, հա, այսպիսի ուրեմն հորոսկոպ ըստ ամիսների, թե դուք ինչ պետք է անեք մեկ տարվա, հետո մեկ տարի հետո մեզ կասեք, թե որը համընկեց, որը ոչ, կարող եք դեպ ասած ապրիլը կարող եք ստուգել։ Մերսի, շատ հետո տեսենք ինչ ասում ապրիլին։ Ապրիլից սկսած։ Այնինքն մեկ տարվա է, այս ապրիլից մյուս ապրիլ։ Okay, ապրիլին ինչ է սպասվում, նոր ուսանողների հոսք գարնան ակտիվ ուսումնական շրջանի շնորհիվ ինչից զգուշանալ խմբերի գերբեռնվածությունից, խորհուրդ բացեք լրացուցիչ խմբեր կամ mini groups։ Մոտիկա, ինչ-որ հասկանում է ձեր բիզնեսը։ Որոշ առումով գնալով սովորում էի, դեպ ասեմ։ Mini groups-ը արդեն mini է, դրանից mini էլ չի լինում։ Մեկ օկեանոց է, երևի անհատական։ Այսքանը, շնորհակալություն ձեր բիզնեսին ամենայն բարիքները։ Շնորհակալ եմ շատ, մերսի։